Կա երկու հոդված են մեր սագրում Մկրտիչ սրբազանին։ Այս երկու հոդվածների մեջ էլ այսպիսի ձևակերպում է օգտագործել օրենսդիրը։ Ասում է, որ այդ արարքը, եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով։ Ուրեմն, գիտեք ինչն է հետաքրքիր, որ իշխանական կամ ծառայողական լիազորություններ օգտագործելը չի վերաբերում մասնավոր անձանց։ Սա վերաբերում է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձանց։ Այսինքն, այս հոդվածները, այդ մասերը ընդհանրապես վերաբերելի չեն, ընդհանրապես։ Ավելին, իրենք չկարողացան էլ նախաքննության մարմինը մեղադրանքի կողմը չկարողացավ այդ մասով հիմնավոր փաստարկներ բերել։ Եվ սա էլ խոսում էր այն բանի մասին, որ արհեստական մեղադրանք էր, ընդ որում արհեստական ծանր հոդվածներով, որպեսզի կարողանային այստեղ կալանքի մասին որոշում ստանալ։ Ցավալին այն է, որ դա դարձել է սովորական բան։ Տեսեք, փաստորեն 3 ամբողջ օրը Արագածատնի մարզի կրոնական հոգևոր գործունեությունը պարալիզացվել էր եւ բնականաբար իշխանությունը հենց դա էր արել ու ցավալի է, բայց մենք կարծես թե սովորում ենք նման բաների։ Այսինքն հանրության ռեակցիան այս առումով բնականաբար սովորական է դարձել ու մենք գիտենք, որ իշխանությունները էլ ավել են օղակը սեղմելու, բնականաբար մենք գիտենք հիմնական նպատակը մայրաթորն է եւ վստահ ենք, որ հաջորդ քայլերը ուղղելու են դեպի մայրաթոր։